Համակումարի մասին մի քանի տեղեկություն։ Ուրեմն համակումարը տեղի կունենա առաջիկա 28 եւ 29 մարտ 2015-ին Փարիզում։ Համակումարը երկու օրերի ընթացքում 3 մասերի է բաժանված։ Ամսի 28-ի առավոտ կլինեն հիմնականում հրավիրյալների ելույթները, սպասվում են բավական լուրջ ներկայացուցիչներ տարբեր շրջանակներից, սփյուռքը հայկական եւ ոչ հայկական, նաեւ Հայաստանից։ Երկրորդ ուրեմն առաջ օրվա երկրորդ նիստին կնարգվի մի փաստաթուղթ, որը արևմտահայության իրավունքների սկզբունքներն է հստակեցնում 2014 թվականի աշնանից մինչև հիմա աշխատանք է գնում մեծ գիտնականների մեծ խումբի կողմից պատրաստելու համար այս փաստաթուղթը, այս հաշվետվությունը, որը կներկայացվի Արևմտահայոց ազգային 4-րդ համակումարին, որի հիման վրա երկրորդ օրը ուրեմն երրորդ նիստի ժամանակ ամսի 29-ի երկրորդ կեսին պատգամավորները կքվեարկեն հուշագիր ուղղված Թուրքիայի իշխանություններին, որը կհստակեցնի իրավական եւ իրատեսական իրավունքները արևմտահայության, այսինքն Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանգների, ովքեր ապրում են այսօր ամբողջ աշխարհում, Հայաստանում, Ռուսաստանում եւ ամբողջ Սփյուռքում։ Շատ կարևոր է այստեղ ուզում եմ շեշտեմ հետո խոսքը փոխանցեմ իմ գործընկերներին, որ այս համակումարը փաստորեն հասավ այնպիսի ժամանակ զուգադիպությամբ, որ նաև համապատասխանեց 100-ամյակի նախօրեին եւ այսօրվա վերջերս Էրդողանի կողմից հնչեցրած հայտարարությունը այն մասին, որ ինչ է ուզում Սփյուռքը թող ներկայացնի իր փաստաթղթերը, իր թղթերը ճիշտ ժամանակին, այսինքն համարյա մի շաբաթ հետո, ապա այդ փաստաթուղթը Փարիզում քվեարկվելու է Արևմտահայոց ազգային համակումարի կողմից։ Այս հիմնահարցի գաղափարական ելակետային սկզբունքը մեր կազմակերպությունը ի սկզբանե ընտրել է աշխատանքի բաժանումը եւ դերաբաշխումը Հայաստանի Հանրապետության եւ արևմտահայերի ժառանգների իրավահաջորդների տարանջատման հարցում։ Սա ինքնին պատմականորեն ձևավորված սկզբունք է։ Սկիզբը դրվել է 1912 թվականին, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ստեղծեց համահայկական մի կազմակերպություն, Հայոց ազգային բյուրոն, եւ Պողոս Լուբարին նշանակեց անձամբ իր լիազոր ներկայացուցիչ Արևմուտքում Եվրոպայում հայկական հարցը ակտիվացնելու նպատակով։ Մեկ անգամ եւս այս խնդիրը շատ սուր կերպով արձանագրվեց 1917 թվականի արևմտահայերի առաջին համագումարում Երևանում 17 թվականի մայիսին կայացած, որտեղ համագումարի աշխատանքների ժամանակ արդեն իսկ ընդգծվեց այդ հանգամանքը, որ դերերի բաշխում պետք է կատարել։ Արևմտահայերը պետք է զբաղվեն հայկական հարցով, որպես միջազգային դիվանագիտական հարց, իսկ Կովկասի հայությունը ներքին ազգային խնդիրներով։ Հասկանալի է, որ դա պետականության բացակայության պայմաններում էր տեղի ունենում, բայց ամենաէականը դա չի, որովհետև ոչ 12-ին, ոչ էլ 1917-ին ու նույնիսկ 1918 թվականի գարնանը, երբ երկրորդ համագումարի խնդիր էր բարձրանում, հայոց պետականությունը դեռ չէր վերաստեղծվել։ Այսպիսով խնդիրը հստակ քաղաքական եւ գաղափարական հիմք էր ստանում, որ այս հարցը պետք է անպայման տարանջատել։ Եվ հիմա էլ մեր աշխատանքները կազմակերպելու հարցում սա թերևս ամենակարևորն է։ Ոչ թե հայ ժողովրդի երկու հատվածները բաժանելու, պառակտում մտցնելու իմաստով, այլ հենց աշխատանքի բաժանում կատարելու իմաստով։ Երբ որ 2011 թվականին գրանցվեց Արևմտահայոց երրորդ համագումար կազմակերպությունը Ֆրանսիայում, միջազգային կազմակերպությունը, այնուհետև ուրեմն ՄԱԿ-ում, ճիշտ ասած, դեռ այն ժամանակ չենք կարող այսքան հակակալիքները պատկերացնել, թե ինչքան կարող է շոշափելի լինի, քանց ունենք այսօր։
Իսկապես մենք գնում ենք Փարիզ մեծ պատրաստականությամբ, ասեմ, որ աշխարհի տարբեր մասերից ընդգրկված են նաև հայրենասրբված մարդկանց ժառանգները, ովքեր կմասնակցեն, ավել ոչինչ չենք կարող ասել այսօր, մնացածը մենք պարզաբանենք համագումարից հետո, ուղղակի կուզենամ 1-2 շեշտադրում կատարել այսօրվա Թուրքիայում կատարվող իրադարձությունների եւ հատկապես Էրդողանի հայտարարությունների վրա, որ թե իբր բաց են արխիվները, թե իբր այնտեղ մենք ուղղակի բարի կամքի դրսևորում է պետք, որպեսզի մենք գնանք եւ ուսումնասիրենք այնուհետեւ ինչ որ հարցը թողենք պատմաբաններին։ Ասեմ, որ դրանից ոչ մի ակնկալիք չկա, որովհետեւ մենք շատ լավ գիտենք արխիվները կամ մաքրված են, կամ այն հատվածը կարող են մեզ, ասենք, հասանելի լինել, որը որ պետք է հենց իրենց։ Բայց ամենայն դեպս կարծում եմ, որ նաև այս մեր ցեղասպանության արամյակը համընկել է նաև իրենց մոտ ընթացող ընտրություններին, պարլամենտական ընտրություններին եւ ինչ որ այդ խաղերը, նախընտրական խաղերը, իշխանություն նախագահ կամ կառավարություն նախագահ այդ խաղերը շատ հակասական են եւ մեկ են բարի եւ չար, ասենք, այսպես ասած ոստիկանի խաղն է խաղում եւ դրանից մենք պետք է զգուշ լինենք եւ զգուշ ենք, մենք գիտենք երբ իս ձևով կպահանջենք արխիվների բացումը եւ իր սահմաններում, մնացածը ցույց կտա արդեն հետագան։ Իսկ պատմաբաններին ներգրավելու ոչինչ չունենք, որտեղ դա վերջին հայտարարության մասին եք ասում։ Այո։ Այսքանը ուրեմն մենք ունենք հստակ դիրքորոշում, ելի եմ կրկնում, շատ կարևոր շեշտադրումներ, որոնց մասին կխոսենք ուրեմն համագումարից հետո ամսի 28-ին Ինչ կերպ եք գնում 100-ամյակին, ինչ կերպ գնահատեք աշխատանքները ընդհանուր առմամբ մեր երկրի, հանձնաժողովի երկրի։ Կա ինչ-որ առաջարկներ, որ կուզենայիք, դեռ ժամանակ կա։ Գիտեք, ես կվերցնեմ ինձ վրա դրա պատասխանը, ես տեղյակ եմ, միգուցե ոչ իմ գործընկերները, այլ ես տեղյակ եմ բոլոր միջոցառումներից։ Այստեղ ուրեմն նախ տեսնենք ինչ եք ուզում։ 100-ամյա տարելից այս բոլոր միջոցառումները հրաշալի են։ Եթե շեշտադրումը թուրքական իշխանություններին ամբողջ աշխարհում եւս մեկ անգամ խայտարակ անելն է, կամ ասենք մեր հարցը բարձրաձայնել է եւ ասենք ինչի՞ չէ, նաեւ եւս մեկ անգամ ուրեմն աշխարհի ժողովրդի ուշադրությունը հրավիրել նմանատիպ ոչրագործության հետևանքները, ասենք, վերացնելու կամ ապագայում կանխելու նպատակով։ Սա հրաշալի առիթ է, բայց ընդհանուր առմամբ, ասեմ, ունենք ճանապարհ կոնկրետ մեզ համար, ասեմ, որ մեզ համար ամեն օր, ամեն տարի 100-րդ տարելից է, ամեն օր ապրիլի 24 է։ Այսինքն, եւ այս մեր համագումարը ուղղակի համընկել է, այս ասած մեր սեվակառուցումը, որ համընկել է ընդամենը 100-ամյա տարելիցի նախաշեմի հետ, այսպես ասել, որովհետեւ ոչ մի կապ չունեն մեկը մյուսի հետ եւ կարծում եմ, որ այն գաղափարը, որ դա ընդամենը սկիզբն է, այս 100-ամյա տարելիցից հետո մեր պահանջատիրության սկիզբն է, կուզենամ զարգացնել այդ թեման եւ վստահեցնեմ, որ այո, իսկապես սկիզբն է, որովհետեւ նոր մոտեցումներ կան, նոր գաղափարներ կան, որոնք մենք ավելի ուշ մեր հանրությանը կտեղեկացնենք։ 100-ամյակի պետական հանձնաժողովի խնդիրները տարբեր են մեր խնդիրներից։ Բարոն Մելիքյանի ասածը մի քիչ ավելի հստակ եւ հասկանալի ձևով ներկայացնել։ Թուրք-հայկական հարաբերություններում կան հայկական կողմում կան երկու փաստաթղթեր, երկու բանջներ, երկու տարբեր նկարագրի հայցեր։ Մեկը հայ-թուրքական միջպետական բանջների փաթեթն է, որը որ բնականաբար պետական հանձնաժողովի խնդիրն է եւ պետության սահմանադրությամբ եւ արտաքին քաղաքականությամբ է վճռվում, իսկ երկրորդը արևմտահայության, այսինքն նախկին Օսմանյան գարշության քաղաքացիների գորուստների խնդիրն է, որը անմիջապես կապված է Թուրքիայի իշխանությունների հետ եւ բանջատերը այդ բարակային ամբողջ արևմտահայության ժառանգորդներն են։ Այստեղ հակասություններ չեն կարող լինել, որտեղ տարբեր խնդիրներ են եւ մենք գնահատելու խնդիր էլ չունենք, որովհետեւ դա Հայաստանի աշխարհակաղակական առաջնահերթությունների եւ շրջանակների մեջ պետք է նայել։
մեկը մյուսին կարող է միայն կոմպլեմենտար, ամբողջացնող, լրացնող երևույթներ լինեն, չեն կարող իրար հակասել, բնականաբար եւ այս իմաստով ավելի հստակ կարելի է հասկանալ այն ինչ որ Վահանը քիչ առաջ ասաց